Անգամ խորհրդային առաջին ղեկավար կազմից Օրջոնիկիձեն իր հուշերում նշում է, որ 20 թվականի նողկալի ջարդերից հետո, երբ այցելել են Շուշի, նույնիսկ ջրհորներում ասում է, որ սպանված հայերի դիակներ են, եւ սա ինչն է այս ամենում հետաքրքիր, որ նրա հուշերը տպագրվել են 36 թվականին խորհրդային Ստալինյան իշխանության պայմաններում եւ այդտեղ այդ որակումները հստակ նշված են, այսինքն անգամ խորհրդային իշխանության պայմաններում, որ Արցախը բռնակցվել էր Ադրբեջանին, խորհրդային Ադրբեջանին, անգամ նրանք էին ֆիքսում, թե ինչ զարհուրելի, գարշելի գործողություններ էին կատարել ադրբեջանական իշխանությունները Շուշիում։ Եվ անգամ այս ամենից հետո փաստորեն Շուշիի նախկին գավառակի եւ արդեն Շուշիի շրջանի տվյալ դեպքում գյուղերում հայերը շարունակում էին մեծամասնություն կազմել 60-ականների վերաբնակեցումների արդյունքում ստեղծվեցին մի քանի բնակավայրեր, որտեղ ադրբեջանական բնակչություններ տեղափոխվել, սակայն անգամ այդ պայմաններում Բերթաձորի ենթաշրջանը բացարձակ հայաբնակ էր։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։